Բարի օր։ Որոշել ենք եւս մեկ հաղորդում նվիրել կանանց գեղեցկությանը, կանանց առողջությանը եւ այսօր խոսելու ենք բժշկուհի Գայանեի հետ, ով մեզ կպատմի վերջերս մոդայիկ դարձած ֆիլերների, տարբեր ինյեկցիաների մասին եւ արդյոք որ տարիքից է ցուցումները կատարել մաշկի հետ միջամտություններ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բժշկուհի ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Բժշկուհի, վերջերս մոդայիկ են դարձել դեմքի պարանոցի շրջանի այսպիսի տարբեր միջամտություններ, ինչպիսիք են ինյեկցիաները, ֆիլերները, արդյոք ինչ որ ցուցումներ ու հակացություններ ունեն դրանք եւ որ տարիքից է առհասարակ պետք հետևել այդ խնամքին։ Այո, իհարկե կան եւ ցուցումներ եւ հակացություններ։ Առաջինը ցուցումները դրանք են, եթե արտահայտված է կնճիռները, թեքուզ մանր կնճիռները, եւ հակացությունները դա միայն հղիության շրջան, կերակրման շրջան եւ իհարկե չափահաս, որպեսզի չափահաս լինեք։ Իսկ ցուցումները տարբեր են լինում, օրինակ, եթե պրոստը թողենք դեմքի սիրունությունը, հա ուղղակի շտկենք օվալը, միմիկաները եւ կնճիռները, այդ դեպքերում ավելի շատ ուշադրություն ենք դարձնում աչքի, կողքի կնճիռներին, ավելի շատ մեր մոտ արտահայտված է լինում քիթ շրթունքային ծալքը բերանի կողքով, որը որ պետք է շտկել, կապ չունի անկախ տարիքից։ Բժշկուհի, դիմեցի ձեզ։ Դուք նայում եք իմ դեմքին, նայում եք պարանոցին, արդյոք պացիենտի բոլոր քմահաճույքներն եք բավարարում, թե դուք եւս խորհուրդ եք տալիս, ուղղորդում եք նրան, որը կատարել, որը ոչ, որ միջամտությունը պետք է սպասել եւ արդյոք որն է գրագետ կատարել։ Իհարկե կարող է ինքը շատ պրոցեդուրաներ ցանկանալ, որը որ չարաշահում է դեմքի ծավալի փոփոխման եւ օվալի հետ, շատ տգեղ դեմք է ստացվում, պետք է խորհրդակցվել պացիենտի հետ, հասկանալ ինքը ինչ է ուզում, այսինքն վերջնանպատակը, ինչն է ուզում շտկել, ինչն է ուզում թաքցնել, ինչ առավելությունն է ուզում ավելի ընդգծել։ Միշտ լսել պացիենտին, դա շատ կարեւոր է, միշտ կատարել չափի մեջ, կապ չունի պացիենտը ինչքան է ուզում, մինիմալիստիկան շատ կարևոր է, կարող է շտկել կնճիռները կամ տալ շուրթերին ծավալուն տեսք եւ մի քանի մանր շտկումների միջոցով ստանանք սիրուն թարմ դեմք։ Իսկ ինչպես պետք է ներկայանալ կոնսուլտացիային։ Այսինքն երևի պետք է դեմքը բավարար մաքրված լինի, որպեսզի ճիշտ գնահատեք, չէ՞, կնճիռները կան, ինչ աստիճանի են եւ որ պրոցեդուրան կատարեք տվյալ պացիենտի հետ։ Այո, շատ դեպքերում չի ստացվում մաքրված մոտիկանան, մենք տեղում մաքրում ենք, իսկ դա կարևոր է դրա համար, որպեսզի ավելի ուշադիր տեսնենք մանր կնճիռները, որը որ շպարով շատ հեշտ ծածկվում է։ Եվ այդքան էլ երկար չի տևում կոնսուլտացիան, 15-ից 20 րոպեվա ընթացքում հասկանում ենք պացիենտը մեզանից ինչ է ուզում, իսկ միջամտությունները 40-ից 50 րոպե։ Արդյոք այդ յուրօրինակությունը կորցնելը, բոլորը մի տեսակ նման են դարձել, արդյոք դուք եւս խորհուրդ եք տալիս, որ պետք չի ընկնել մոդայի հետևից կամ ինչ որ հայտնի դերասանի կամ հաղորդավարի այսպիսի դեմքի նմանության հետևից եւ պահպանել իր տեսակը։ Դա կարևոր է ինձ թվում։ Կարևոր է, այո, ես խորհուրդ եմ տալիս պահել ընդամենը չափը, չեմ կարող ասել մի կատարեք, որովհետև ամեն մարդ ներքուստ ձգտում է ինչ որ փոփոխություններ կատարել իր մեջ, պետք է կատարել այնպիսի փոփոխություններ, որը որ ձեզ կբավարարի, ավելի լիարժեք կդարձնի, ավելի երջանիկ կդարձնի եւ ինչու՞ չէ անել այն ինչը ինչ որ սիրտն է ցանկանում։ Այդ դեպքերում ուղղակի մի բան կնշեմ, ձգտում են մի քիչ ստանալ այնպիսի քթեր, սուր, բարձր, դրանք են իրար շատ նմանեցնում մարդկանց մեջ եւ բարձր հոնքերը, ձգված հոնքերը, բայց ամեն մեկը ունի իր ճաշակը, իր մտածելակերպը, այսինքն ես իրավունք չունեմ հակառակը համոզել կամ ասեմ, որ չի կարելի, որովհետև ինչ է լինի, շատ սիրուն է նայվում, խնամված տեսքը միշտ էլ ակտուալ է։ Ես չեմ թաքցնի եւ առիթը բաց չեմ թողնի բժշկուհուն իմ ցանկությունները ու իմ երազած այսպեսի դեմքը ստանալու համար իմ մտադրությունները պատմել,
Օրինակ, ես հետագայում մտածում եմ, որ իմ աչքի շուրջը այսպիսի մանր կնճիռներ, որոնք իհարկե շպարված եմ, կարող է եւ լավ չլի Երևան, թեկուզ քիչ շրթունքային ցալքը, որոշակի շտկումներ եմ ուզում կատարել։ Արդյոք ես երբ մոտենամ։ Ինչ որ տարիք կա, որ հասնեմ դրան, ինչ որ կնճիռների խորություն կա, սպասեմ հասնեմ դրան, թե չէ, թե ավելի ճիշտ է վաղ շրջանում կատարել միջամտություն։ Ավելի ճիշտ է վաղ շրջանում, բացատրեմ ինչու։ Աչքի կողքի գծիկները առաջանում են մեր ծիծաղելուց, որտեղ ինքը մկաններ են, շարժվող մկաններ են։ Եթե վաղ շրջանում արդեն երբ որ զգում եք այդ գծիկները չեք կատարում ինչ որ միջամտություններ, հետագայում արդեն առանց ծիծաղելու ինքը վիզուալ երևում է այդ գծիկները, այսինքն դա ինչից է, իրանք խորանում են եւ վիզուալ արդեն աչքի տեսանելի են դառնում առանց ժպտալու կամ միմիկան շարժելու, այդ իսկ պատճառով պետք է շուտ մոտիկանալ, ոչ տարիքի սահմանափակում չկա, կանգնեցնել այդ ամեն ինչը, որպեսզի հետագայում ավելի խորը պրոցեդուրաներ չանել, որովհետեւ գծիկների դեպքում մենք կատարում ենք բոտեքս, իսկ եթե խորն է լինում, միայն ոչ բոտեքս, արդեն ֆիլերով պետք է մաշկը հարթեցնենք, նոր բոտեքս անենք։ Կարևորելով մաշկի խնամքը, որը պետք է կատարել տարիքին համապատասխան, այսօր եկել եմ կոսմետոլոգի մոտ այցի։ Իմ պատկերացումներով ունեմ որոշակի միջամտությունների կարիք, հատկապես վզի շրջանում, բայց իհարկե մանրամասն կքննարկենք արդեն մասնագետի հետ։ Այսօր տեղափոխվել ենք կոսմետոլոգ Գայանե Բաբայանի աշխատասենյակ եւ նա ինձ կկատարի զննում եւ արդեն իր խորհուրդներով կկատարենք որևէ պրոցեդուրա։ Գայանե, իմ պատկերացումներով ես վզի հատվածում որոշակի պրոցեդուրաների կարիք ունեմ։ Ինչ կարծիք ունեք դրա մասին։ Նախ ասեմ, որ մի փոքր կոնսուլտացիա անենք, կատարելու ենք բիոռևիտալիզացիա, ինքը շատ լավ պրոցեդուրա է, որը որ խորը ներթափանցում է մաշկի վերին հատված, մաշկին տալիս է փայլ, տալիս է ծակոտկիների նեղացում, մանր կնճիռներն է վերացնում եւ ավելի շատ դուք կզգաք մի քանի օրից տարբերությունը։ Իսկ վզի հատվածում երբ որ կան ծալքեր, դրանք առաջանում են տարիների ընթացքում, թե գենետիկ նախատրամադրվածություն ունեն։ Դա կոլցի վեներա է կոչվում, ավելի շատ գենետիկ է լինում է նաև շատ խորը, որի դեպքում բիոռևիտալիզացիան չի օգնում, կատարում ենք արդեն ֆիլերային լցումներով ծալքերի շտկումը, բայց ձեր դեպքում շատ քիչ է, որը որ բիոռևիտալիզացիայից հետո ահագին տարբերություն կլինի։ Ձեր դեպքում շատ շուտ եք դիմել, այդքան էլ խորացված չէ, 1-2 պրոցեդուրայից հետո շատ լավ էֆեկտ կստանանք, ավելի շատ կլոցոնվի մաշկը, կձգվի եւ սիրուն էլաստիկ տեսք կունենա։ Սկզբից ցավազրկում եմ, ցավազրկումը կատարվում է հատուկ նյութով, պահելու ենք 15-ից 20 րոպե, այնուհետև սկսենք պրոցեդուրան։ Այս նյութը, որով կատարում ենք ցավազրկողը, հիմնականում երևի պարունակության մեջ լիդոկաինն է։ Մարդիկ կան, որ ունեն, չէ, ալերգիա լիդոկաինից, այսինքն այս դեպքում եւս պետք է հաշվի առնենք, որ մաշկով նույնպես ներծծում է կատարվում եւ արդեն ալերգիկներին պետք է զգուշացնել, որ իրենք ունեն տվյալ նյութի հանդեպ ալերգիկ ռեակցիաներ եւ չեն կատարում։ Իսկ իրենց պարագայում ինչով եք կատարում ցավազրկումը։ Նախ ասեմ, որ իր մեջ պարունակում է 10-ից 11% լիդոկաին, ավելի շատ ալերգիկ ռեակցիաներ լինում են լիդոկաինի սերսկման դեպքում, իսկ իր մեջ շատ քիչ է, 10% լիդոկաինը այդքան էլ չի վնասում։ Այսինքն գրեթե չեն նկատում այդ ալերգիկ ռեակցիաները։ պատճառով ավելի շատ կատարում ենք քսուկով ցավազրկում։ Ես մի փոքր պատմեմ, ինչ է ներկայացնում իրանից պրոցեդուրան։ Բիոռևիտալիզացիան խորը խոնավեցնում է մաշկը, ներեթափանցում մաշկի վերին հատված, վերացնում է մանր կնճիռները եւ իհարկե ավելի էլաստիկ է դարձնում։ Այո, ավելի էլաստիկ եւ իհարկե մանր գծիկների դեպքում նույնիսկ կատարում ենք բիոռևիտալիզացիա։ Տարբերություն չկա, որ հատվածներում, այսինքն որտեղ որ խնդիրը առաջացել է, այդտեղ կարող ենք կատարել բիոռևիտալիզացիա, դեկոլտեի հատվածում, դեմքի հատվածում, պարանոցի, նաեւ
մարմնի հատվածներ կա, որտեղ որ նույնիսկ կարող են կատարել բիո։ Գայանը իսկ օգտագործվող նյութերը իրենք միանգամյա օգտագործման են, թե բազմակի անգամ։ Իհարկե միանգամյա են, բացվում է պացիենտի մոտ եւ ամբողջովին ներարկիչը, այո, օգտագործում են պացիենտի վրա։ Այսինքն մեկ անգամ օգտագործում եք, հետո այն չօգտագործվող հատվածը ինչքան էլ եթե մնում է։ Այո, իհարկե շպրտում ենք։ Բացի այն, որ պետք է նյութերը լինեն մեկ անգամյա օգտագործման, շատ կարևոր է նաև նրանց որակը։ Այսինքն մասնագետը պետք է չխնայի նյութերի որակների վրա, քանի որ հետագայում նաև էֆեկտը կլինի վատ եւ արդեն հակագովազդ կլինի։ Առաջի հերթին պետք է նյութը լինի սերտիֆիկացված, ունենք շատ ոչ սերտիֆիկացված նյութեր կամ լիցենզավորումից զրկված, պետք է իմանալ ինչ նյութով եք աշխատում, ձեր վրա ինչ նյութ եք ներարկում, չպետք է խնայողաբար մոտենալ պրոցեդուրաներին, քանի որ ինքը ձեր համար ինձ թվում է պետք չխնայել։ Ես արդեն որոշակի տարբերություն նկատում եմ իմ այս վզի հատվածում, մի տեսակ թմրում է։ Եվ երևի թե դա է հենց ապահովում, որ պրոցեդուրան անցավ է լինում։ Այո։ Հիմա մաքրենք ցավազրկողը, այնուհետև սկսենք պրոցեդուրան։ Կատարելու եք մանր ներարկումներ, այդ գծերի շուրջ, իրենց երկարությամբ որոշակի ընդմիջումներով, հա՞։ Այո։ Իսկ պրոցեդուրան տարբերվում է մնացածներից, այդ պլազմոլիֆտինգից, բոտեքս ներարկումներից։ Այո, իհարկե, պլազմոլիֆտինգից այդքան էլ չի տարբերվում, բայց բոտեքսից ահագին տարբերվում է։ Այսինքն բոտեքսի ժամանակ կիրառվում է այլ նյութ։ Այո, բոտեքսը ավելի շատ վերացնում է մանր կնճիռները, որտեղ որ մկանը շարժվում է, մկանային հատվածներով։ Ավելի շատ ինքը թուլացնում է մկանը, այդ իսկ պատճառով կնճիռները վերանում են։ Այսինքն մկանի աշխատանքը կանգնեցնում է։ Ընդհանրապես թուլացնում է մկանը։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ունեն էմոցիոնալ արտահայտում, այո, դիրակտիվություն, իրենց մոտ հենց այդ կնճիռներն են երևի ավելի արտահայտում, իրենց երևի խորհուրդ եք տալիս ավելի շատ բոտեքս կատարել։ Այո, ավելի շատ ճակատի հատվածում։ Համարելով, որ վզի հատվածը բավականին երևի զգայուն է, մաշկը բարակ է, ասեղը նույնպես պետք է լինի ամենաբարակը, չէ՞։ Իսկ նյութը քանի միլի է առհասարակ։ Հիմնականում մի քիչ շատ է լինում, որովհետև ծավալով շատ մեծ ծավալներով ենք անում, 2.5-ից 3 միլ, այս դեպքում մերը 2.5 միլ է։ Բավական հետաքրքիր զգացողություն է։ Բայց ցավոտ չի։ Մի քիչ ավելի զգայուն է միջային հատվածում, երևի շնչափողի աճառների հատվածում։ Մաշկը բարակ է այդ հատվածում։ Առհասարակ, երբ որ մենք խնամում ենք մեր դեմքը, մոռանում ենք դեկոլտեի մասին։ Այդ իսկ պատճառով ժամանակից շուտ սկսվում են առաջանալ կնճիռներ, քանի որ մենք իրանց չենք տալի այն խոնավեցումը, որը որ պահանջում է։ Այսինքն, երբ որ մենք կատարում ենք դեմքի խնամք, անպայման պետք է կատարենք նաև վզի դեկոլտեի հատվածի խնամք։ Նույն խնամքը պետք է կատարել նաև վզի եւ դեկոլտեի հատվածում, որպեսզի հետագայում խնդիրների առջև չկանգնել։ Վերջացրինք։ Այո, արդեն ավարտեցինք։ Այսպես ասեմ, որ գրեթե ցավոտ չէր, իհարկե դիմանալու էր։ Հատվածներ կան, որ բացարձակ չես զգում, որոշ հատվածներում փոքրիկ ծակոցներ ես զգում։ Իսկ ինչպես պետք է պահեմ
Այսինքն ջուր հակացությունները ցանկալի է մոտակա 2 ժամը, որպեսզի ջուր չկպնի, պետք է օրվա ընթացքում 2 անգամ մաքրեք հեքսիլոկով եւ վերջ, 1 շաբաթից հետո ահագին տարբերություն եք զգալու։ Շնորհակալություն։ Դե ինչ, սա իհարկե անմիջապես պրոցեդուրայից հետո է, որոշ ժամանակ հետո ամբողջությամբ կներծծվի եւ ինչպես բժշկուհին ասել է, ես ավելի հարթ, ավելի էլաստիկ, գեղեցիկ երանգով մաշկ կունենամ։ Պրոցեդուրան այդքան էլ սարսափելի չէ, հատկապես միջին տարիքի կանայք, եթե դուք խնամում եք ձեր դեմքի մաշկը, մի մոռացեք նաև վզի, դեկոլտեի, ձեռքերի հատվածի մաշկի մասին, որպեսզի նրանք ձեր տարիքը չմատնեն։ Մի քողարկեք դրանք շարֆիկներով կամ հալոքստով, այլ դիմեք մասնագետին, ստացեք ձեր կոնսուլտացիան, ընտրեք միասին կատարվող անհրաժեշտ պրոցեդուրան եւ իհարկե հետևեք ձեր առողջությանը։ Անդրադառնանք մի հարցի։ Արդյոք աչքի շուրջ կատարվող միջամտությունների դեպքում զուգահեռ պետք է կատարվի նաև ճակատի հատվածում միջամտություններ կամ հակառակը, եթե ձեզ դիմել են օրինակ ճակատի արտահայտված ծալքերի հարթեցման համար, արդյոք ինչ որ կոպի շրջանում պետք է կատարել միջամտություններ, թե ոչ, թե էլի անհատական է, քանի որ երբեմն ես նկատել եմ, որ որևէ միջամտություններից հետո տեղի ունենում աչքի այս կոպերի կախվածություն։ Արդյոք դա ինչ-որ միջամտությունների սխալ կատարումն է, թե թերի կատարված միջամտությունների արդյունք է։ Ես կասեի թերի, բայց հիմնականում լինում է, որ դիմում են միայն մեկ զոնայի, ինքը զոնաներով, այսինքն աչքերի շրջան, ճակատի եւ միջհոնքի, սկզբից փորձում են տարբեր զոնաներով, տեսնեն ինչ էֆեկտ է ստացվում, նոր աչքերը անեն կամ ճակատը անեն, առանձին, ես խորհուրդ եմ տալի այդ ամեն ինչը կատարել միանգամից 3 զոնա, աչքեր, ճակատ եւ միջհոնք, որովհետեւ երբ որ աչքերը անում ենք, արդեն այսպես ասած մկանների ուժեղացումը գնում է դեպի ճակատ, ճակատի մկաններն է շատ սկսում շարժվել, իսկ եթե անում են լրիվ ճակատ եւ աչքերը չեն անում, ավելի շատ արդեն աչքերն է սկսում մկաները, երբ որ մենք միմիկա ենք ուզում արտահայտենք եւ չենք կարողանում, աչքերի կողքերը ավելի շատ է խորանում։ Դրա համար, եթե ավելի լավ է անել միանգամից 3 շրջանը, քան առանձին, որպեսզի կախվածություն չառաջանա։ Այսինքն ավելի լավ է դու դիմես մասնագետի, պատմես քո ցանկությունները եւ արդեն մասնագետի հետ քննարկեք, այո, թե միջամտության տեսակը, թե զոնաների ընտրությունը։ Իսկ այդ դեպքում, եթե ենթադրենք կատարել ենք եւ աչքի շուրջ, եւ ճակատի եւ հոնքերի շուրջ, այդ դեպքում արդյոք հարց չի առաջանում դեմքի հետ օվալի փոփոխություն լինում է թե ոչ, եթե հարթեցրել ենք միայն կնճիռները, եւ եթե օրինակ սպասվում է, որ այսպիսի օվալի փոփոխություն կլինի, արդյոք կզակի հատվածում, շրթունքների հատվածում եւս պետք են լինում փոփոխություններ, թե իրար հետ կապ չունեն։ Ոչ, իրար հետ կապ չունեն, ինքը բոտեքսը ընդհանրեն տալիս է թարմ տեսք, առաջի հերթին բարձրացնում է հոնքերը, բացում է կոպերը, մարդու դեմքին շատ մեծ փոփոխություն է տալիս, բայց անզգալի։ Բացարձակ ոչ մի տեղ ոչ մեծանում է, ոչ փոքրանում է, անզգալի փոփոխություն է տալի, կարող եք անել միայն այդ պրոցեդուրան, որը որ շատ կարևոր է տարիքային 25-ից հետո այդ շրջանում մեր աչքերը, կոպերը սկսում են իջնել դեպի ներքև, իսկ բոտեքսը հակառակը բարձրացնում է։ Բոտեքսը վնասակար ինչ-որ մի բան չունի, ինքը հակացուցումները մենակ հղիությունն է, ընդհանրապես մկանը սառացնում է, որի ինչի հիմքի վրա, ինչքան շատ կատարել մկանի սառացումը, հետո միանգամից եթե որոշում եք դադար տալ չանել, ոչ մի խնդիր չի լինելու, կախվածություն չի լինելու, որովհետև մկանը ինքը չի շարժվել, չի աշխատել ամիսներով, ինքը թարմ տեսքը իրան պահել է, չի ծերացել։ Այսինքն, հա, ինքը ինչ որ բարդություններ չի առաջացնում։ Ուզում եմ նշենք, որ անպայման ճիշտ ու գրագետ կատարված միջամտությունը միայն ձեր դեմքին թարմություն է բերելու եւ ոչ մի բարդություն չի առաջացնելու, եթե գրագետ մասնագետ է ու օգտագործել է ճիշտ ու համապատասխան նյութեր։ Բժշկուհի, քանի որ մաշկի հետ անմիջապես այսպես ինյեկցիոն միջամտություններ են, իրենք իրենց մեջ նաև վարակի ռիսկ են պարունակում եւ ինչքանով է ախտահանումը կարեւորում, ինչքան է կարեւոր, եթե մաշկը ունի խնդիր,
կատարում ենք միջամտություն, թե պետք է անպայման մաշկը բուժել, հետո նոր կատարել այդ միջամտությունները, մի քիչ մանրամասնեք։ Ոչ, այս աշխատանքի մեջ ամեն ինչը միայն մեկ անգամյա օգտագործման է, ստերիլիզացված տուփով բացում ենք, այսինքն ինքը ինյեկցիոն արդեն նյութը մեջն է լինում տուփի, ստերիլիզացված փակ վիճակում մենք բացում ենք, օգտագործում ենք եւ շպրտում ենք, ամեն մի տուփում կա մեկ ասեղ, ինքը նախատեսված է մեկ հոգու համար նյութը եւ հենց այդ նյութի համար է ասեղը։ Այսինքն կարող եք հանգիստ լինել, քանի որ բոլոր ախտահանման պայմանները, անվտանգությունը պահպանվում են եւ ինչպես հասկացանք, նյութերի մեծ մասը մեկ անգամյա օգտագործման են։ Իսկ երբևէ եղել է, որ շահույթը գերադասեք եւ կատարեք ձեր պացիենտի բոլոր քմահաճույքները, թե անպայման պահպանում եք մի վնասիր գաղափարը։ Եղել են այո տենց դեպքեր, չեմ կարող ասել, իհարկե ոչ մեր քաղաքում, որովհետև կան պացիենտներ, որոնք չափից շատ միջամտություններ են կատարում իրանց դեմքի վրա կախված իրանց աշխատանքից, որպեսզի խնամված լինեն, չեմ կարող այդ պացիենտներին, ասենց ասեմ, մերժեմ, բայց առաջի հերթին այստեղ պացիենտի առողջությունն է, որպեսզի չվնասենք, պետք է կատարել ամեն ինչ մինիմալիզմ գաղափարով։ Այո։ Շնորհակալություն բժշկուհի ինձ հյուրընկալելու համար։ Շնորհակալություն նաև ձեզ, որ մեզ դիտում եք, շարունակեք լինել մեզ հետ։ Առողջ եղեք։